24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է գրող գրականագետ Կարո Վարդանյանը։ Բարև ձեզ, պարոն Վարդանյան։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Խոսենք ներքաղաքական իրավիճակից, բավականին լարված է եւ այսօր տեղեկություններ կան, որ արդեն իսկ ձերբակալություններ են տեղի ունեցել, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ընդդիմադիր գործիչների բնակարաններն են խուզարկում, Բագրատ Սրբազանին են ձերբակալել եւ մի շարք այլ գործիչների, ինչ խնդիր է ուզում լուծել Փաշինյանը եւ երեք նախորդեց հայտարարություն, ըստ որի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը իբրև թե իշխանապողության իրականացնելու գործընթաց է պլանավորվել եւ այդ մասին հրապարակվեց իշխանական լրատվամիջոցում, որին էլ հաջորդեցին այս գործողությունները։ Ինչ է կատարվում առասարակ երկրում։ Դե օգտվելով հանրության շփոթված վիճակից, ապշած վիճակից, ասպատակությունները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ ամենժամյա ռեժիմով։ Այս մարդը բոլորին, ով իր հետ չէ, դիտարկում է որպես հակառակորդ, թշնամի, ավելին այս Սարգսովի այդ պլաններից էին խոսում այս քանի օր ինչ-որ իշխանափոխության, իշխանազավթման։ Մենք գոնե գիտեցողը գիտի սյուժեներ բստրող, սյուժեներ հնարող, այսինքն նախընտրական շրջանը ոչ մի ընդդիմադիր հրապարակում չպետք է մնա։ Այս ֆեոդալական, չգիտեմ, բռնապետությունը, որի ճիրաններում հայտնվել է մեր երկիրը եւ գնալով խորանում է, սրա վերջը չի երևում։ Նա մանավանդ այսպես ճակերտավոր ժողովրդավար աշխարհն էլ լուր համաձայնությամբ այդ ամեն ինչը տեղի ունենում։ Եվ տեսնենք, ոչ մի լավ բան չի խոստանում այս ամենը։ Կարծում եք դրանով էր պայմանավորված, որ եկեղեցու դեմ Փաշինյանը արշավ էր սկսել եւ թիրախավորել էր եկեղեցուն եւ հիմա փաստացի նաեւ Բագրատ Սրբազանն է ձերբակալվել, ձայնագրություններ կան, քննչական կոմիտեն է հրապարակել, որտեղ գործողություններ իրականացնելու պլանի մասին է խոսվում։ Դե բնականաբար մեկը մյուսի հետ կապված է եւ եկեղեցին զավթելը նրա համար դա ինքնանպատակ չէ։ Բազմիցս խոսվեց, չէ, եւ վերլուծաբանների, քաղաքագետների կողմից, սա թուրքական աշխարհի պահանջ է, որովհետեւ եթե պիտի կազմալուծես ոչ միայն Հայաստանը, այլև հայությանը որպես էթնիկ միավոր իր ինքնապաշտպանական գործիքակազմով, առաջիններից մեկը դա եկեղեցին է, որ եթե մեր երկիրը դեռևս որպես սեփ կանգնած է թուրանական աշխարհի կենտրոնում, այդ անծայրածիր թուրանը բաժանող միակ պատվարն է, եւ այդ հրահանգավորումը թե Փաշազադեից, թե Ալիևից մենք տեսանք, չէ, ուղղակի ամեն նրանց հայտարարությանը հետևում էր ինչ-որ այստեղ ցինիկ հայտարարություն կամ գործողություն։ Եվ այս ձերբակալություններով կոնկրետ այսօրվա իրադարձությամբ Բագրատ Սրբազանի հետ առնչվող նա նախ ստուգում է դիմադրողականությունը հանրության եւ եկեղեցու եւ եթե որևէ խանգարող հանգամանք չլինի առաջիկայում, բնականաբար աստիճանաբար մոտենում է վեհափառին։ Եվ դա սարսափելի կլինի, դժվար չէ պատկերացնելը։ Այդ ձայնագրությունները Այսինքն վեհափառն էլ կարող է մի օր կալանավորեն։ Այո, եւ այդ ես նույնիսկ չեմ էլ կասկածում մեղադրանքների երկար էջեր ունեն արդեն մշակած։ Որովհետեւ արդեն իսկ այս ձայնագրությունները, որ կան Բագրատ Սրբազանին վերագրվող, նաեւ մեկնաբանություններում իշխանական падգամավորները գրում են, որ այս ամենը վեհափառն է օրհնել եւ այլն ճակերտավոր ասած։ Այսինքն նախապատրաստում են գործընթացներ։ Հապա նայենք, եթե հասավ բանը դրան, ինչու եմ ասում շատ վտանգավոր է լինելու։ Եթե քո արյունոտ ձեռքերը մցրեցիր եկեղեցի հասար վեհափառին եւ ղեկավար կազմին էջ միացնի, եկեղեցին հայտնվելու է կաթվածահար վիճակում։ Մեր թեմերը եւ հայաստանյան եւ սփյուռքի մնալով անգլուխ շիվարելու են, չեն իմանալու ինչ անեն։ Իսկ դա չի կարելի որևէ կերպ թույլ տալ, որովհետև մեր ժողովուրդը հաճախ է շիվարած վիճակում եղել, անօգնական վիճակում եղել, եւ այդ վիճակից նրան մեզ հանել է միշտ եկեղեցին, չէ՞, ուղիցույց է տվել եկեղեցին։ Ահա այդ ջահը, այդ ուղեցույցը դարավոր
եթե դու շարքից հանում ես, մնում է արդեն անդեմ մի հասարակություն։ Հիմա իրենք ներկայացնում են, որ եկեղեցին ուզեցել է իշխանազավթում իրականացնել, այսինքն եկեղեցու որոշ գործիչներ, մասնավորապես Բագրատ Սրբազանի մասով է հիմա այս ամենը իրականացվում։ Այսպես ասեմ, ամեն մտածող հայ մարդ, որ մի քիչ արժանապատվություն է պահել, մի քիչ խիղճ է պահել, չի հանձնվել այս ինքնամոռացման, չգիտեմ, այս հորձանքին, բոլորն էլ գիտեն, որ սա մերը չի, սա թուրքական ներդրում է մեր մեջ ու գնալով կործանում է մեզ։ Եվ բոլորս էլ մեր տարբեր հարաբերություններում հարևանի հետ կլինի, բարեկամի, ընկերոջ, բոլորս էլ խոսում ենք, որ այսպես չի կարող լինի, պետք է փոխել սրան, մենք պետք է ունենանք տեղական ազգային իշխանություն, ոչ թե Թուրքի կողմից ներդրված։ Այդ թող ձայնագրեն, դա ամեն վարքյան մեղադրանքի կարող է վերածվել, որ իշխանազավթման կոչ ես անում։ Այս նույն խոսակցություններն են, առավել ևս այդպիսի ահռելի պատասխանատվությամբ օժտված անձնավորություն, ինչպիսին առաքելական եկեղեցու գլուխն է կամ մեր, չգիտեմ, հոգևոր դասն է, եպիսկոպոսներով, արքեպիսկոպոսներով, այս կարգի զրույցներ էդիր գիշեր ցերեկ, եթե դու ամեն գյուղապետի ու տեսուչի գաղտնալսում ես, բնականաբար նրանց էլ ես գաղտնալսում, ցանկացած կարծիք, մի քիչ նենգափոխելով վարպետ են, չէ դրա, մի քիչ եսիմինչ, խնդրեմ մեղադրանքը ամեն վարքյան կարող են թխել, բայց ով իրեն կանչեց արդարադատության առաջ երեկվա այդ ցինիկ հայտարարությունները վեհապարին ուղված, ընդհուպ հասավ, տեսեք, այդ սեռական օրգանները շահարկելուն, եկեք ստուգեք, չգիտեմ ինչ արեք, ես ամբողջ գիշեր ուզեի թե չուզեի եւ շատերը ամբողջ ռուսական, եվրոպական, չգիտեմ, արաբական մամուլը այդ ցինիզմով էր հագեցած, այդպիսի բան մարդիկ ծաղրի առարկա էին դարձրել։ Չգիտեն զվարճանան, ապշեն, կարկամեն, նամանավանդ, գիտեք, մի կարևոր հանգամանքի վրա հրավիրեմ ձեր ուշադրությունը, որքան էլ մենք վարկաբեկենք մեր եկեղեցին, որքան էլ գտնենք մի թույլ հոգևորականի արատները եւ դա վերագրենք ամբողջ եկեղեցուն, մի բան մշտապես պիտի հիշենք, քրիստոնեական աշխարհում բացառիկ ու բացարձակ հեղինակություն ունի հայ առաքելական եկեղեցին, եւ կաթոլիկների մեջ, եւ բողոքականների, ուղղափառների, որպես կայուն իր դիմագիծը դեմքը մշտապես պահպանած, որպես ազգապահ եւ երկրապահ քրիստոնեական կառույց, հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը շատ բարձր է։ Հիմա մի քանի այսպիսի ձայնագրություններով, նամակագրություններով նաև եկեղեցու համբավի հետ են խաղում նաև։ Ընդհանրապես հայության համբավի այդ թվում նաև եկեղեցու, որտեղ մեր դեմքն է, չէ, եթե չասենք առաջինը, մեր առաքելական, մենք ինչու ենք ասում ոչ թե քրիստոնյա ենք, եթե նկատել եք, միշտ ասում ենք հայ քրիստոնյա ենք։ Ինչու է այս բաժանումը դա միտումնավոր է արվել այդ ձուլումի դարերի չգիտեմ գայթակղությունների դեմը առնելու, մեր ազգությունը, ինքնությունը պահպանելու համար, հայ քրիստոնյա ենք մենք, ահա նրա արշավը ոչ թե քրիստոնեության դեմ է, այ հայ քրիստոնյաների դեմ է։ Եվ ինչ խնդիր է այս կերպ լուծում եւ ինչը միջև ուր կհասնի։ Կալանավորումներ, քրեական գործեր, ինչ է սպասվում Այսինքն ըստ իրեն տրված ծրագրի ես դե բավականին ուսումնասիրել եմ, ես շատ լավ գիտեմ թուրքական թուրանական աշխարհը ինչ է շնչում, երկար ժամանակ հայությունը ոչ թե միակը չէ, գլխավոր խոչընդոտներից մեկն է այդ ամբողջ թուրանական աշխարհի միավորման։ Խնդիրը այս փոքրիկ հատվածը չէ, որ մեզ թողել են որպես հայրենիք, որպես դե առայժմ գոնե ձևական այդ պետականությունն էլ պահպանած։ Խնդիրը եւ ընդհանրապես այս փոքրիկ Հայաստանի Հանրապետությունը եւ մասնավորապես Սյունիքը կար ժամանակ, երբ Սյունիքի հետ միասին նաեւ Նախիջևանն ու Արցախն էր, որ այդ թուրանական աշխարհի միավորմանը խանգարում էին, խոչընդոտում էին։ Հիմա մնաց մի Սյունիք եւ ամբողջ այդ հարվածները, եթե հաճախ միայն Զանգեզուր են ասում, ավելի չգրգռելու, դեռ առաջ չընկնելու, բայց Զանգեզուրի զավթումը կամ Սյունած աշխարհի զավթումը
Մնացածը արդեն Հայաստանը լուծարելը դա տեխնիկայի խնդիր է Իրանի հետ, եթե մենք կտրվում ենք։ Սա մեր կենսական առումով, իսկ ընդհանրապես տարածաշրջանային համաշխարհային իրադարձությունների առումով խնդիրը Թուրանի առաջ ճանապարհը բացելն է։ Հիմա Փաշինյանն ասում է, երբ որ ուզում ենք ճանապարհը բացենք, ասում եք Թուրանն են տալիս, Թուրան ասում է, բայց ինչ է, ճանապարհները չբացենք։ Տեսեք, ինքը այդպես ցինիկ, հանգիստ, այն էլ Ստամբուլում։ Դե Ստամբուլ Թուրքիայի համար մեր երբեմնի ամենախոշոր հայկական մշակույթի կենտրոն Պոլսում, ու այդպես թեթև հայտարարում ես, դե Թուրան թող գնան ինչ ա եղել։ Նույնիսկ 100 տարի առաջ այդ Թուրանի համար, երբ որ զորավոր փաշաները, Վեհիբ Փաշա, Խալիլ Փաշա, երբ որ մեր ներկայացուցիչների քաղաքական ղեկավարության հետ, այսպես ասենք, բանակցում էին, այսպես բանակցություն էլ չէր, ուղղակի ստիպում էին ամեն թուղթ ստորագրեին։ Բացահայտ չէին ասում։ Հետագայում ենթադրենք Ալեքսանդր Խատիսյանը իր հուշերում գրում է, որ այդ ընդմիջումների թեյի սուրճի շուրջ մեզ այդ փաշաներն ասում էին, մեր պատմական հայրենիքին Թուրանին միավորվելու համար, մինչև Սիբիր, մի հայություն է մնացել խանգարող։ Ձեզ պիտի ջնջենք այսպես թե այնպես։ Հիմա այս պահին այս հանրապետությունը հարկադրված ստեղծում ենք, խոսքը առաջին հանրապետության մասին է, որովհետև պարտվել ենք առաջին աշխարհամարտում, մեր քթից կարող է Եվրոպան բերի Փարիզի վեհաժողովում, երբ որ աշխարհը նորից պիտի բաժանեն։ Մենք պիտի գնանք այդ վեհաժողովին ցույց տալու համար, որ մենք լուծել ենք հայկական հարցը, բայց հետո պիտի վերացնենք, ոչնչացնենք ձեզ։ Հիմա այս ամենը կանխելու ինչ միջոց ունի Հայաստանը։ Տեսեք, այս ամենը իրենք բացահայտ չեն ասել եւ ստիպեցին, որ ասի Հայաստանի ղեկավար կոչվածը ինչ է եղել, որ թող գնան, թող միավորվեն։ Եվ մի բան։ Բայց դա նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով է ամրագրված, որ պետք է գնան, հարցը այստեղ վերահսկումն է։ Դե գնալ գալը անորոշ ձևակերպում է։ Հենց այդ վերահսկումն էլ, եթե վերահսկողը, չգիտեմ, պիտի լինի ՔՊԱ-ական ռեժիմը, դա մոռացեք, դա նույն թուրքական վերահսկողությունն է։ Այսինքն մենք տանուլ ենք տալիս, մենք կտրվում ենք Իրանից։ Բայց ես կուզեի այս առիթը, քանի եղավ, մանավանդ որ ձեր լսարանն էլ բավականին ընդարձակ է, մի շատ կարևոր բան ասեմ, որովհետև դա երբեք չի ասվել ու վախենում եմ էլ երբեք էլ չասվի։ Սյունիքում առայժմ ցցված է Զորավար Անդրանիկի սուրը։ Ես մի առիթով ասացի, բավական է մենք մատների արանքով նայենք այս կերպարին։ Անդրանիկը 100 տարով հետ գցեց աշխարհի թուրքընթացը։ Թուրքընթաց նկատի ունեմ հենց այդ ամբողջ թուրանական աշխարհի միացումը։ Երբ որ ինքը 18 թվականին այդ նշածս իրադարձությունների մասին, երբ որ իմացավ, հռչակվել է հանրապետություն, միայն Երևանի Էջմիածնի այդ շրջակայքով 9-10 հազար քառակուսի կիլոմետր, մեր պատմագրությունը ընդամենը արձանագրում է կիսատ պռատ, որ Անդրանիկը չընթարկվեց եւ իջավ Սյունիքը պաշտպանելու։ Սա միայն հայրենի բնաշխարհի մի տարածաշրջան պաշտպանել չէր, ինչու երբ որ թերթում ենք ռուսական, արևմտաեվրոպական պատմագրությունը, միշտ այնտեղ կա Անդրանիկը, ոչ թե որպես տեղական գործիչ, այլ միջազգային, համաշխարհային գործիչ, որը, տեսեք, նույնիսկ բոլշևիկյան Ռուսաստանը Անդրանիկի պահած այդ սեպը պահեց այդ թուրանական աշխարհների մեջ ընկած։ Այսօր այդ սեպը, այսինքն ինչպես ասացի, Անդրանիկի սուրը, որ մինչև այսօր Սյունիքում մեխված է, ցցված է, սրանք հանում են Նիկոլ Փաշինյանի ձեռքով, որպեսզի հստակ գիտակցենք ինչ է սպասվում մեզ։ Եվ այդտեղ դա լուրջ խնդիր է Իրանի նման հսկայական երկրի գերտերության համար, գոյության անվտանգության խնդիր է։ Իսկ մենք արդեն ընդամենը դա դիտարկում ենք որպես կենսական մի ուղի, որովհետև Վրաստանն է մնացել միայն, այն էլ անընդհատ խնդիրներ է հարուցում, չէ՞, տեսնում ենք, շարունակ խնդիրներ է հարուցում, Իրանը կենարար երակ է, չի կարելի դա կտրել, գոնե տեղական մտածողության այդ մեր սեղմ
Բայց արդյոք Իրանի հետ ինչ որ բան է կտրվում։ Հարաբերությունները արդյոք չեն պահպանվում, ինչ հարց է, ինչ խնդիր է լինում։ Նկատի ունեք, որ համաձայնության կան Թուրքիայի հետ, դա Ադրբեջանի հետ Իրանի վրա ազդելու է։ Սկիզբը եթե դրվեց, կամաց այլևս չի լինելու ոչ մի հարաբերություն, որովհետև Իրանը եթե սկսեց միջամտել, ինչպես մինչև հիմա մենք գիտենք Իրանի շնորհիվ է, որ մնում է Սյունիքը։ Մեկ կարմիր գիծ է մեզ համար տարածքների։ Հիմա թույլատրեցին Իրանին, չնայած պատվով դուրս եկավ այս մեծ փոթորիկից, չէ՞, մենք տեսնում ենք պատվով է դուրս գալիս, դիմանում է, դիմակայում է, բայց որքան ժամանակ կկարողանա, եթե թույլացավ, տկարացավ եւ փորձեց նաեւ Սյունիքի համար պայքարել, անմիջապես դա կորակվի Հայաստանի ներքին գործերին խառնվել։ Իսկ եթե այդ պայմանագրերն էլ եղան Ադրբեջանի հետ, Թուրքիայի, չգիտեմ, հովանավորությամբ, արդեն կորակեն ոչ միայն խառնվում ես Հայաստանի գործերին, այլև Թուրքիայի եւ Ադրբեջանի ներքին գործերին էլ ես խառնվում։ Այս ամենը դիվանագիտությունը շատ լավ գիտի։ Սկիզբն է կարևորը, որի դեմը պետք է առնել։ Ոչ մի բան կլինի անունը կդնես Միջանցք, ճանապարհ, շավիղ, թե նրբանցք, ոչ մի անունով ոչ մի բան չպետք է տրվի։ Սյունիքը պիտի մնա անառիկ, եթե մենք հույս ունենք կամ կամք ունենք։ Դուք կարծում եք այդ հարցում արդեն իսկ կան համաձայնություններ, պայմանավորվածություններ, որ կյանքի պետք է կոչվեն։ Բազմիցս կան։ Փաշինյանը դրա համար էր Ստամբուլում այդ մասին խոսում, թե հակառակը համաձայնության չէ։ Ստամբուլում այդտեղ շատ բաներ չխոսվեց, պարզապես այդպես ցինիկավարի հանած ջրի երես ինչ ա եղել, թող գնան գան։ Բայց մենք ամիսներ առաջ թուրքական գլխավոր հեռուստատեսությամբ տեսել ենք, չէ՞, մի շարք հրապարակումներ, որ արդեն կառուցվում է Ադրբեջանից էլ եւ այլ, որպեսզի կան միանան, եւ դա ժամանակի խնդիր է, ու շատ վստահ էին այդ մասին ասում, այսինքն եղել է, չէ՞, այդ քննարկումները, համաձայնությունը գոնե բանավոր մակարդակով։ Հիմա այս լարված իրավիճակը, որ կա երկրի ներսում, դուք ինչով եք բացատրում, ինչ բացատրություն ունի, ինչ խնդիր կա։ Ուրեմն կա ամենամեծ խնդիրը այդ տարածաշրջանային խնդիրն է։ Թուրքիան պետք է կապվի ուղիղ գծով Ադրբեջանի հետ եւ հետագան թողնենք Ադրբեջանը, որ այսպես ոգևորված է, հետո Թուրքիան շատ արագ կլանելու է։ Դա ծանցված մի պետություն է, բայց դա էլ մեզ չի հետաքրքրում, մենք չենք լինելու այդ ժամանակ։ Եվ Ադրբեջանով արդեն այն անծայրածիր թուրանական աշխարհը։ Իսկ կոնկրետ այսօրվա իշխանությունը զավթածի առումով ամեն միջոցով նա պետք է իր աթոռը պահի։ Մինչև այն օրը, վերջին օրը, երբ որ Հայաստանը կկործանվի, ինքը պետք է լինի։ Լույսը բացվում է, ինքն է ու իր ընտանիքը։ Մի տեսակ կարծես թե խանդում է, ոնց թե 3 օր է, 4 օր է, մի շաբաթ է հայությունը Իրանից ու Իսրայելից է խոսում։ Բա ես եմ, չէ՞ վարչապետը։ Եթե նկատել եք, նա հաճախ է շեշտում, որ ինքը վարչապետ է։ Ազգային ժողովի ելույթներին կլինի, կառավարության նիստերին, տարբեր հարաբերություններում, առաջ երբ որ համարձակություն ուներ փողոց դուրս գալ, նաև փողոցում սիրում էր, չի ասել, ես որպես այս երկրի վարչապետ, ես որպես Հայաստան։ Գիտեք ինչու է այդպես ասում, ես շատ եմ մտածել։ Ինչպես դուք ու ես մինչև այսօր մի տեսակ չենք ընտելանում, չնայած 7 տարի է անցել, որ այդ կարգի արարածը անձնավորությունը, խառնվածքը այդքան ստորակարգ կարող է երկրի ղեկավար լինել, վարչապետ լինել։ Ինքն էլ չի հավատում, գիտեք, շարունակ կրկնում է, որ տեսնի իսկապես այդպես է, թե սա հեքիաթ է, որտեղ այդ տեսակ մարդը չի կարող պարզապես երկրի ղեկավար լինել, որը աշխատում է այդ երկիրը, այդ ժողովրդին կործանելու համար։ Բայց արդյոք այս լարվածությունը, որ նա ստեղծում է երկրի ներսում, անհանգստություններ, ձերբակալություններ, ամենօրյա ռեժիմով մի քանի անգամ ստատուսներ եւ այլն, այս ամեն ինչը իր հեղինակության վրա չի ազդում։ Բա ես քիչ առաջ ինչ էի խոսում, հապա ասեք Փաշինյան եւ կողքը ասեք հեղինակություն, դրանք անհամեմատելի բաներ են, ինչ հեղինակություն։ Նա երբ է ունեցել հեղինակություն, որ մի հատ էլ վտանգի, ամեն գրառումը վերցրեք, այդպիսի բաներ, այդպիսի բառապաշարով, որ անում է ինքը եւ վերջերս էլ իրեն իր կողակիցը միացավ, չգիտեմ, այդ շուկաներում, խանութպանների շրջանակներում, բանում նույնիսկ նրանք առաջ
երկար կմտածեին այդ տեսակ զազրելի նողկալի արտահայտությունները իրենց թույլ տան, թե չէ։ Հեղինակության մասին այստեղ խնդիր չկա։ Խնդիրն այլ է, ինքը շատ լավ է ճանաչում ցավոք մեր թույլ տեղերը։ Ինքը եկավ այստեղ հենվելով մեր տկար շերտերի, հոգեբանորեն, գիտելիքներով, կրթվածությամբ տկար շերտերի վրա, որպեսզի այդ մարդիկ, որոնք սովորաբար լուսանցքում են լինում, նկատի ունեմ այն մարդիկ, որոնք մտավորականներ չեն, քաղաքական գործիչներ չեն, սովորական անուսում մի մասսա, նրանց անունից եկավ եւ սկսեց ցույց տալ, որ ձեզնից յուրաքանչյուրը ինչպես ես կարող է լինել վարչապետ։ Եվ եթե այսօր իներցիայով մնում է, նրա պատվարը այդ կատեգորիայի մեր հասարակության ամենաստորին շերտն է։ Բայց նա ամեն դեպքում տեսնում է իշխանափոխության վտանգ հավանաբար եւ նրա հրապարակումները եւս այդ մասն են հուշում եւ նա լարված վիճակը նաեւ դրա մասին է խոսում։ Հիմա արդյոք դա հնարավոր է իրապես կարծում եք ընտրություններով, թե մինչև ընտրություններ կլինեն։ Դա արդեն այս զարգացումները այն ինչը որ ինքն է անում շարունակ սրելով, ամեն օր մի նոր զարուրելի անակնկալ մատուցելով, չի բացառում, որ արտահերտ ընտրությունների կարող է այս ամենը տանել։ Բայց եթե բնականon ճանապարհով պիտի հասնենք մինչև 26 թվական, մինչև հերթական ընտրություններ, դաշտը իր համար պետք է մինչև վերջին լծակը մաքուր լինի, մաքրված, ճակերտավոր եմ ասում մաքուր, որովհետև նա հույս ունի հնարավոր ու անհնար այսօր եթե կան 1-2 ընդդիմադիր, որոնք իրենց մտահոգում են իրեն, երեք Սամվել Կարապետյանը, այսօր առավոտ Բագրատ Սրբազանը, վաղը չգիտեմ ով, այդ բոլորին Սարկովի մեղադրանքներով տանել եւ ամիսներով փակած պահել, վաղը կարող է պարզապես սովորական մարդկանց միայն նրա համար, որ իր հետ չեն, իրեն լայք չեն դնում, չեն ասում իմ սրտի վարչապետը, չգիտեմ ինչը, պարզապես դրանց էլ կարող է չեզոքացնի։ Այսինքն ավելի մեծ ճնշումներ են սպասվում առաջիկայում, մինչև ընտրություններ։ Տեսեք, ավելի խորանալու է սրանից ավելի մեծը 21-րդ դարի աշխարհը չի տեսել։ Երբ որ դու իշխանական կառույցները վերածում ես պարզապես բարբարոս հալածանքի գործիքների քո իսկ հանրության դեմ։ Բայց դա էլ վերջը չէ, մենք փորձը ցույց տվեց, որ օրեցօր ավելի զարուրելի իրադարձությունների ենք ականատես լինելու։ Դուք կարծում եք եկեղեցու դեմ այս հայտարարությունները, որ Փաշինյանը անում է, դա արտաքին աջակցությամբ կամ հրահանգով է կատարվում, թե ամեն դեպքում ինքը տեսնում է, որ եկեղեցին ուժ ունի, ժողովրդին կարող է համախմբել եւ ներքին խնդիրների համար են ասում, այսինքն իր իշխանությունը պահելու համար է ասում, անում։ Փաշազադեի հայտարարությունը դա ներքին չէր, չէ, արտաքին ազդակ էր։ Կովկասի մահմեդականների առաջնորդը։ Այն էլ ինչպիսի հայտարարություն։ Հայկական եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանի երկրների համար։ Աղետ է եւ այլն, ռևանշիստ է։ Այլ խոսքով դա նշանակում է, որ հայությունն է աղետ։ Հայությունը Երանի աղետ լիներ։ Այնպիսի ամուր մի էթնիկ միավորում լիներ, ինչպես տարիներ առաջ մենք գոնե ունեինք հաղթական բանակ, որ եթե երեք գերանությամբ էինք հիշում, այսօր էլ չենք էլ հիշում, չենք էլ հավատում, որ մենք ունեցել ենք ամենամարտունակ բանակը։ Այսինքն նրանք իրենց տեսանկյունից են ասում, որ հայ առաքելական եկեղեցին է այսօր մնացել միակ կառույցը, որ դեռ ազգային գաղափարներով է փորձում սնուցել հայ հանրությանը։ Կրթություն, կրթության նախարարություն եւ այլ մենք գիտենք, դրանք պայքարում են հենց այդ ազգային ուսուցման գաղափարների դեմ։ Այսինքն, որպեսզի հեշտ կազմալուծես այս պետական միավորը եւ ընդհանրապես հայությանը որպես էթնոս, առաջինը պետք է խորտակես եկեղեցին։ Իհարկե դա արտաքին միջամտություն է, կրկնում եմ, Փաշազադեն է, բայց Փաշազադեի բերանով խոսում է ամբողջ թուրանական աշխարհը,
Սա պատահական բան չէ։ Այսինքն ոչ թե այս ամենը եկեղեցու դեմ որ իրականացում է, ոչ թե Փաշինյանի իշխանությունը պահելու համար է միայն անում, այսինքն խնդիրները դրսից հրահանգ կա նաև, ծրագիր կա։ Շահերը խաչվել են։ Թուրքի համար պետք չէ մեր եկեղեցին, որպեսզի հայությունը տկարանա, դառնա ընդհանրապես անօգնական, անպաշտպան, Փաշինյանին էլ պետք է նա դիտարկում է ավելի շատ որպես իր իշխանությունը պահելու համար վտանգ եկեղեցին։ Զուտ այդ բանով կրկնում եմ, նա ամեն ինչի ընդունակ է այդ աթոռը պահելու համար, ընդհուպ մինչև այս ծրագրի ավարտը, մեր երկրի կործանումը։ Իրեն ուրիշը չպետք է փոխարինի, հասկանում եք, մանավանդ իրեն ուժ տվողը, որ տեսնում է այսքան անելուց հետո դեռ մարսում է, դեռ ոչ մի բան էլ չի լինում, իր հետ ոչինչ չի կատարվում, ոչ մեկ փողոց դուրս չի գալիս, ժողովուրդը ոտքի չի կանգնում, հաջորդ օրը նա ավելին է անում։ Էլ ինչպես ցույց տա, էլ ինչ անի։ Մենք ամենօրյա ռեժիմով ականատես ենք այդ ասպատակությանը մեր դեմ, մեր ինքնության եւ մեր երկրի դեմ։ Ավելին ինչ է անելու, օրինակ։ Ավելին ասացի, այն զարուրելին, որ ես վախենում եմ նույնիսկ մտածել, ինչ այսօր արեց Բագրատ Սրբազանի հետ, հերու չէ այդ օրը, եթե ձեռքը բռնող չեղավ, նույնը անելու է Վեհափառի հետ։ Եվ եկեղեցին կատվածահար է լինելու։ Բայց Վեհափառին ինչի մեջ է մեղադրելու։ Բագրատ Սրբազանին իշխանազավթման մեջ են մեղադրում։ Այստեղ գիտեք, չէ մենք տեսել ենք, նախ ձերբակալում են, հետո պարզում են ամիսներով։ Այո, ինչ որ ենթադրությունների հիման վրա, բայց այստեղ կարող է գնալ խնդիրը ինչ որ նյութական, բիզնեսի ինչ որ բաների հետ կապված։ Մանավանդ հանրությանը Միշտ պատճառներ կգտնվեն։ Այո, հանրությանը տրամադրել են, հանրությունը ինչ որ մի շերտ պատրաստ է, որ եկեղեցին խառնա ինչ որ բիզնեսի գործարքների մեջ, եւ դա ընդունելու է, ես վախենում եմ նույն բանը լինի, այն սցենարը 18 թվականի, որ գեներալ Մանվելի գլխին սարքեցին, այդ պահածոների տեսարաններով, բաներով, այդ տեսակ մի այլանդակ սյուժե, բայց թողնենք այդ միջոցները թողնենք, ես ասում եմ, հետևանքը սարսափելի է լինելու ախր։ Այդ պատճառով ես մի քանի անգամ կոչ եմ արել, իհարկե հասկանում եմ մեր եկեղեցու դիրքորոշումը, որ շարունակ, տեսեք, ինչպես է դիրքավորված, այս ամեն հարցակումներին միշտ հոգևոր հայրերը կոչ են անում, չէ, համախմբվեք եկեղեցու շուրջը, պետք չէ այդ կտրուկ քայլեր, մի արեք, այսինքն այս կեցվածքով եկեղեցին սովորական ղեկավարի համար պետք է նվեր լիներ, շարունակ համերաշխության կոչ է անում, ինչին ես ինքս Բայց իր հրաժարականն է պահանջել եկեղեցին։ 20 թվի աղետից հետո ոչ միայն եկեղեցին, նույնիսկ համատիրություններն էին ձենձենի տալով հայտարարություններ անում, նույնիսկ Արմեն Սարգսյանը, մենք մոռացել ենք, պահանջեց հրաժարականը, հետո պարզվեց միասին են այս աղետն արել, բա եկեղեցին մի հայտարարությամբ գոնե հանդես չգար, ինչ է եղել։ Նույնիսկ ստեղծագործական միությունները, նկարիչների, գրողների, որ ամենաանատամ կառույցներն են, նրանք էլ մի սպասեցին, որ բոլորը պահանջեն վերջացնեն, վերջում ամեն մեկը երկու տողով պահանջեց։ Դա թողնենք մի կողմ, դա այդ օրերին ընդունված բան էր։ Այստեղ խնդիրը ինչու եկեղեցին չի բանադրում։ Սա միայն բարոյական խնդիր չի։ Դու արդեն խայտարակեցիր Վեհափառին։ Այստեղ գիտեք, մի քիչ նմանեցնում եմ մեր եկեղեցու կեցվածքը մեր հարևան ու բարեկամ երկրի Իրանի կեցվածքին։ 2 տարի եւ ավելի Իսրայելը ամեն սրիկայություն արեց, չէ, ամեն գիծ հատեց։ Էլ բարձրաստիճան գեներալների էր հարվածում հենց Իրանի տարածքում։ Ամեն ինչ անում էր, որ Իրանին ներքաշեր պատերազմի մեջ, Իրանը շարունակ հանդես էր գալիս խաղաղության կոչերով, զսպվածության կոչերով, բայց ինչի հանգեցրեց, այսօր երևի զղջում է արդեն, տեսավ, որ չէ, քաշվեց, ներքաշվեց քայքայիչ, կործանիչ պատերազմի մեջ, չէ։ Հիմա ես ինչու եմ պնդում։ Հիմա բանադրելը ինչ է փոխելու։ Ասեմ ինչ է փոխելու։ Մենք չափահաս մարդիկ ենք, չէ, մենք սատանիստ չենք կամ սնապարծ չենք, որ մտածենք մեր բանը Վեհափառը հենց որ բանադրեց, այդ ծիսակարգը արեց բան,
սրա լեզուն կչորանա, ականջները կփոկվեն վրայից կամ չգիտեմ ինչ։ Չէ։ Դա արդեն կլինի միջազգային հնչեղությամբ իրադարձություն, ինչպես երեք եղավ։ Ամբողջ աշխարհը հռհռում էր, քրքջում էր մեր վրա։ Երկրի ղեկավարը այդ ժողովրդի եկեղեցու գլխին առաջարկում է գալ եւ, չգիտեմ, հետազոտել իր սեռական օրգանները։ Հիմա պիտի մտածեն, այս ինչ կատարվեց այստեղ, որ հայոց եկեղեցին այդ պետության, հայկական պետականության ղեկավարին նզովում է։ Արդեն հարկադրված պիտի ուսումնասիրեն, ոչ թե միայն արձանագրեն փաստը, ինչու էսպես եղավ, եւ վերջապես առիթ կստեղծվի մարդկանց աշխարհին ցույց տալու, որ սա մեր ղեկավարությունը չէ, սա ներդրված է մեր թշնամու կողմից, ներդրված է մեր մեջ եւ քայքայում է մեզ։ Վստահ եմ, չեմ էլ կասկածում, դա ահռելի ազդեցություն է ունենալու, որովհետեւ արդեն մեր եպիսկոպոսներին, մեր քաղաքագետներին մենք մի բաժակ ջրի մեջ ենք, չէ, ամեն օր ասում վերլուծում ենք, մենք ասում, մենք լսում ենք, կտանեն արդեն միջազգային հարթակներ, որ խնդրեմ բացատրեք, ինչ է կատարվում ձեր մոտ, ինչպես 2000-1700 տարվա պատմություն ունեցող ամենահեղինակավոր եկեղեցին, որը միշտ ընկալվել է լուրջ կառույց, ինչու է նզովում, բանադրում երկրի ղեկավարին։ Եվ մենք կբացատրենք, մեր վերլուծաբանը, մեր քաղաքագետը, մեր արքեպիսկոպոսը վերջապես կունենա լսարան, կունենա ամբիոն միջազգային, կբացատրի սիրելի Եվրոպա, քո հանցավոր մասնակցությամբ, որ քեզ միամիտի տեղ ես դրել։ Չգիտեմ, Ռուսաստանի մասնակցությամբ, որ իրեն դրել է խռովացի եսիմ ինչի տեղ, Թուրքիայի նախաձեռնությամբ, սիոնիզմի համագործակցությամբ մեզ կործանում են։ Այդ ձեր բանը չինֆորմացված հանրությունն է մտածում, որ սա է մեր երկիրն է, մեր ղեկավարն է, պարզապես տկար է թուրքական աշխարհի առաջ, պարտվեց, հիմա էլ մի կերպ է դիմանում։ Ոչ, մենք չենք փորձում դիմանալ, որովհետև այս ղեկավարը մերը չէ։ Ահա թե ինչ կտա մեզ այդ բանադրանքը։ Ես վախենամ վաղը այլևս ոչ թե ուշ լինի, եթե բանը հասավ բանադրող չլինի արդեն, բոլորը կալանավորված լինեն։ Եթե բանը հասավ եկեղեցու գլուխը, ղեկավար կազմը ձերբակալելուն, արդեն այդ համայնքները, թեմերը անգլուխ մնացած, ինչ պիտի անեն։ Խնդիր է, չէ՞, մենք մտածել ենք դրա մասին։ Եվ ինչ է լինելու, եթե իսկապես ձեր ասած սցենարը լինի։ Եթե այդպես լինի, ինչ է լինելու։ Որպեսզի ավելի պատկերավոր ասեմ, ամենացինիկ, ամենաստորակարգ ԿՊԱ-ականին մի հատ հիշեք մտովի ձեր համար, չնայած դրանք բոլորն են այդպիսին։ Թորոսյան Արսեն, Սիմոնյան Ալեն, չգիտեմ, Վահագն Ալեքսանյան, դրանցից մեկը կարող է դառնալ կաթողիկոս, էլ որ լեզվով ասեմ։ Ծիծաղելի է, չէ՞։ Մի վեդրո ջուր կլսնեն գլխին կոծեն եպիսկոպոս, էլ որ լեզվով ասեմ։ Մի քիչ սրացնում եմ խնդիրը, բայց ԿՊԱ-ական։ Այսինքն կընտրեն վեհապար, որը իրենց սրտով կլինի, համաձայն կլինի իրենց գաղափարախոսությանը։ Ինչպես թուրքը կարողացավ այստեղ իշխանությանը դեմ չի թրքաբարո իշխանություն կարգել, այնպես էլ այդ տեսակ մի վեհապար են, իրենց մտքում դա է։ Նիկոլոիդ մի վեհապար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Զրուցում էի գրող գրականագետ Կարո Վարդանյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։